Այսօրվանից մինչև հունվարի 30-ը Հայաստանի Առաքելական Սուրբ եկեղեցում առաջավորած Պահքի շրջան է։ Մեր եկեղեցու ավանդության համաձայն այն սահմանել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչը։ Խորվիրաբից ելնելուց հետո նա նոր դարձի եկած Տրդատարքային հայոց մեծամեծերին եւ ողջ ժողովրդին պատվիրել է մինչև մկրտվելը 5 օր ապաշխարել պահեցողությամբ։ Առաջավորած Պահքի նախորդ օրը բարեկենդանին Միածնայիչ Մայր տաճարում Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ մատուցվեց սուրբ եւ անմահ պատարագ։ Պատարագիչն էր Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հոգեվոր առաջնորդ Տեր Մովսես Վարդապետ Սարգսյանը։ Պահքը կազմակերպում է մարդու ներքին կյանքը, ներքին կուլտուրան, ներքին մարդու արժեհամակարգը եւ Պահքի առաջավորած Պահքի այսօրվա սուրբ պատարագով մենք փորձում ենք նաեւ նախապատրաստվել մեծ Պահքի շրջանին, որը մեզ բերելու է հարության շնորհը, հարության հույսը եւ հարության կենդանությունը հավիտենական կյանքի համար։ Օրվա ընթերցվածը Հովանու ավետարանի 6-րդ գլխիային հատվածից էր, որտեղ նկարագրվում է Քրիստոսի ծովի վրայով քայլելու հրաշքը, թե ինչպես Տերը խաղաղեցրեց փոթորիկն ու կանխեց նավաբեկությունը։ Սիրելի հավատացյալներ, ավետարանական այս պատմությունը միայն ջրի վրա քայլելու հրաշքի մասին չէ։ Այն ուսուցում է վախի ու քաջության, մենակության ու Աստծո ներկայության, պարտքի զգացումի ու Աստծո զորակցության մասին, նպատակի և ուղղության, կարգապահության ու հաղթանակի մասին։ Բաներ, որոնք խորապես ծանոթ են քրիստոնյա հավատացյալներին և հատկապես նրանց, որ աստվածահաճո ծառայության մեջ են գտնվում, եկեղեցական թե աշխարհական։ Այս հրաշքի պատմության մեջ կարևոր խորհրդանիշներից են ծովն ու նավը, որ ներկայացնում են քրիստոնյայի կյանքը որպես մի նավագնացություն փոթորիկներով լի։ Պատարագիչն իր քարոզում անդրադարձավ մեր կյանքում տեղ գտած փոթորիկներին եւ թերահավատությանը։ Ծովը խորհրդանշում է աշխարհը որպես փորձության, դժվարության եւ անորոշության վայր։ Նաեւ խորհրդանշում է քաոս եւ անհայտություն։ Իսկ փոթորիկներին դիմակայելու ճանապարհը Քրիստոսի նկատմամբ տածած անվարան հավատքն է եւ Մայր եկեղեցու հանդեպ մեծ սեր է ասաց քարոզիչը։ Սիրելի հավատացյալներ, եկեք խնդրենք Տիրոջը, որ իր աստվածային իմաստությամբ նորոգի մեր հավատն ու գիտակցությունը, որպեսզի աներեր ու հավատարիմ մնանք մեր կոչմանն ու առաքելությանը, մեր սուրբ եկեղեցում Մայր Աթոր Սուրբ Էջմիածնին ու նրա ազգանքի գահակալին։ Սրբազան արարողության ավարտին նախագահությամբ ամենայն հայոց հայրապետի Մայր տաճարի իջման Սուրբ Սեղանի առջև կատարվեց քրիստոնեական միասնության աղոթք, որպես ամփոփում հունվարի 18-ից 25-ին Վատիկանի եւ եկեղեցիների համաշխարհային խորհրդի կողմից կազմակերպված ամենամյա քրիստոնեական միասնության աղոթքի շաբաթվա, որն այս տարի նվիրված էր Հայաստանին։ Շուրջ 1 տարի առաջ Վեհափար հայրապետի օրհնությամբ Ռոմի կաթոլիկ եկեղեցու եւ եկեղեցիների համաշխարհային խորհրդի ներկայացուցիչներ եկան Հայաստան, ապրեցին Սուրբ Էջմիածնում, շրջեցին մեր սրբավայրերով, ճանաչեցին մեր սրբազան ավանդությունը եւ մեր աղոթական ավանդությունը եւ ներշնչված մեր ժողովրդի հոգեվոր կյանքից միասին մեզ հետ մեր տեղական հանձնախմբի հետ միասին կազմեցին գրքույն։ Քրիստոնեական միասնության աղոթքի շաբաթվա այս տարվա խորագիրն էր «Մեկ մարմին եւ մեկ հոգի»։ Նյութերը պատրաստվել էին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից կազմվել հիմքում ունենալով Սուրբ Ներսե շնորհալու արևագալի ժամերգությունը։ Նախորդ շաբաթ ողջ քրիստոնյա աշխարհն աղոթեց տասնյակ լեզուներով թարգմանված հայկական աղոթքներով։ Լիանա Չիչակյան, Գևորգ Ավագյան, Եկեղեցական կյանք։